Ռեժիսորը մարդ է, որը փորձում է մեկնել այս աշխարհն ու այն գրական նյութը, որը պետք է բարձրացնի բեմահարթակ։ Միևնույն ժամանակաշրջանում, նույն քաղաքում կամ աշխարհի տարբեր ծայրերում ծնվում են տարբեր Համլետներ, Լիրարքաներ, Օթելոներ, ինչը ռեժիսորի եւ իր ստեղծագործական խմբի համատեղ աշխատանքն է, նրանց ժամանակի զգացողությունը եւ նրանց վերաբերմունքը գործի հանդեպ։ Այսպես է բնութագրել իր եւ բազում այլ ռեժիսորների կոչման էությունը Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ, դերասան Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Արմեն Ալբակյանը։ Նա բազմակողմանիորեն կարողանում է ներկայացնել այս աշխարհը։ Ինչպես ինքն է սիրում ասել, եւ այդ տպավորվել է ինձ թվում է ոչ միայն ինձ մոտ, այլ իր բոլոր սերունդների, ովքեր իր դպրոցն են անցել, որ թատրոնը դա աշխարհի փոքր մոդելն է։ Ու ինքը այդ աշխարհի մասին տարբեր կողմերից կարողանում է խոսել, եւ որպես ռեժիսոր, եւ որպես արվեստագետ, եւ որպես ուսուցիչ, եւ որպես դերասան։ Միասին խաղացել ենք մեր ներկայացումներում, միասին բեմադրել ենք, ինքը բեմադրել է, ես եմ խաղացել, ես եմ բեմադրել, ինքն է խաղացել, եւ ընդհանրապես մեր կուրսում այդպես էր։ Գերագույն հաճույքով եմ աշխատում իր հետ։ Այնքան հեշտ է իր հետ աշխատելը, մեր դեպքում, որովհետեւ երկար բարակ իրար բացատրելու բան չունենք, անգիր գիտենք ամեն ինչ միմյանց մասին։ Մի հատ այսպես նայում եմ, հասկանում եմ ինչ է ուզում, մի հատ մատի շարժում անում, հասկանում եմ ինչ է ուզում։ Նույնը ես ուզում եմ մի բան ասեմ, հասկացա արա։ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, դերասան եւ բեմադրիչ Արմեն Ալբակյանը ծնվել է 1954 թվականի փետրվարի 11-ին Երևանում։ Իր ստեղծագործական գործունեության ընթացքում նա աշխատել է տարբեր թատրոններում, բեմադրել բազմաթիվ ներկայացումներ, որոնք արժանացել են թե հանդիսատեսի, թե քննադատների բարձր գնահատականին։ Մշտապես սիրով է մոտեցել իր աշխատանքին եւ հավատարիմ մնացել որդեգրած մասնագիտական սկզբունքներին։ Դեռ վաղ տարիքից տարված է եղել ընթերցանությամբ, նաեւ օժտված է եղել գրելու ձիրքով։ Հեղինակել է պատմվածքներ եւ փոքրիկ ստեղծագործություններ։ Գրողի աչքերով այս աշխարհին նայելն էլ ինձ բերել է ռեժիսուրա, խոստովանել է նա։ Արմեն Ալբակյանն իր աշխատանքով ու ստեղծածով ապացուցում է այն ճշմարտությունը, որ մարդը պետք է լինի իր գործի նվիրյալը, աշխատի համեստորեն ու ջանասիրաբար, չձգտի փառքի ու ճանաչման, միայն այն պարագայում, երբ նա ճանաչի իր մասնագիտությունը, թե ինչի համար է այն կոչված եւ ինչպես պիտի ծառայի մարդկանց ու հասարակությանը, փառքը կընկնի նրա հետևից։ Թատրոնը աշխարհի փոքր մոդելն է, որն օգնում է մեզ ազատագրվել մեր շուրջը տիրող քաոսից։ Հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է նա. Ինչ երկիր է, ինչ երկիր, կամ մենք ինչ ժողովուրդ ենք։ Այս անիսյալ երկրում մարդ կարող է լինել ռուս, թաթար, թուրք, բայց հայ լինելը շատ դժվար բան է, գիտեք, շատ անհնարին։ Երբ մի կենդանի արարած այլևս չի հավատում, որ կարող է իրեն պաշտպանել, կործանվում է։ Այդպես է եղել միշտ եւ բնության եւ պատմության մեջ։ Կասկած Արմեն Ալբակյանի մասին խոսելուց առաջի եւ կարևոր բանը երևի պիտի նշել, որ նա ակադեմիական Սունդուկյանի անվան թատրոնի շարավիղն է։ Այն շարավիղը ցավոք սրտի, որ պակասել է մեզ մոտ։ Որովհետև լինելով համենայն դեպս Աչեմյանական դպրոցի, ինչպես նաև Տասնանոգովյան դպրոցի բեմադրիչ, ռեժիսոր, նա մինչև հիմի դեռ կարողանում է պահել թատրոնի այն շունչը, այն զգացողությունը, որի հիման վրա կառուցվում են ներկայացումները։ Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ նա միակ ռեժիսորն է, որը սիրում է բեմադրել մասսայական տեսարաններ։ Սխալված չեմ լինի, որ ասեմ այդ մասսայական տեսարանները, ինչպես Մուսալլերան 40 օրը, ավելի շատ օպերնի թատրոնի
ռեյսուրայի մոտեցումը եւ շատ մեծ պատիվ է բերում մեր ակադեմիական թատրոնին այդպիսի ներկայացումներ ունենալը։ Բոլորին թվում է, կյանքն արվեստ է ստեղծում։ Բոլորովին այդպես չէ։ Արվեստն է կյանք ստեղծում։ Արվեստում է, որ հանկարծ տեսնում ես կյանքը։ Անհավանական թվացող բաները այստեղ է, որ հավանական են դառնում։ Օրինակ, մարդը բեմում դառնում է ռնգեղջյուր, բայց ինչքան ռնգեղջյուրներ են քայլում փողոցում մեր կողքին իրականության ու կյանքի մեջ։ Արմեն Էլբակյան։ Սկզբում սովորել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում, ապա զգալով, որ բեմադրելու ջիղը նրան մղում է դեպի նոր ստեղծագործական աշխարհ, մի քանի տարի անց ընդունվում եւ ավարտում է նաեւ ռեժիսորական բաժինը։ Երբ որ իմացա, որ ընդունվել է ռեժիսորական ֆակուլտետ, զանգ տվեցի, ասում եմ, այ Արմեն ջան, դու հրաշալի դերասան ես, ինչ ռեժիսուրա, ինչ բան, ժողովուրդը քեզ ճանաչում է, քեզ սիրում են, փողոցում քայլում ես, մոտենում են քեզ, ես ինչ ես անում, ասեց, չէ, Ռոբ ջան, ես ուզում եմ ռեժիսոր լինեմ։ Ու եղավ, եւ ես արդեն մոտ 5-6 տարի է համատեղության կարգով եւ դրամատիկում եմ եւ Սունդուկյանում, Արմենի մոտ խաղացել եմ 2 դեր։ Ես իր երևակայության վրա ապշած եմ։ 2 ծանր ներկայացում է արել, որից մեկը թրիչքը քվի բնի վրայով։ Առաջինը, երբ որ ինձ հրավիրեց, ես ասացի, ես չեմ ուզում թատրոնում ինչ-որ ուրիշ բաներ լինի, ինձ մի փոքր դեր տուր, հետո կտեսնենք ինչ կլինի։ Ու ես ապշեցի, թե ինքը ինչպես էր հասկացել այդ գործը, նամանավանդ ֆիլմից հետո, ու ես զարմացա, թե ես ինչ ռիսկ է, այնտեղ Ջեք Նիկոլսոն կա, դերակատարներ կան, ես ինչ ռիսկ է, որ Արմենն անում է, ու երբ սկսեցինք արդեն չիտկայի գործերը, ես ապշեցի, թե ինքը ինչպես է հասկացել ներկայացումը եւ ինչ պլաններ է դնում մեր դեմ։ Մինչև ինստիտուտն ավարտելն Էլբակյանն արդեն վստահաբար բարձրանում էր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմ, խաղալով Քանդած օջախ, Քաջ Նազար, Հաջի Փայլակ, Խաչմերուկ եւ այլ ներկայացումներում։ Այդ տարիներին արդեն իսկ նրա խաղն առանձնացել է բեմական բնականությամբ ու արտահայտչականությամբ, արժանանալով արվեստագետների ու արվեստասերների ուշադրությանը։ Ես սովորում էի այդ ժամանակ 4-րդ կուրսում, արդեն ուղեգիրը ստորագրել էի եւ պետք է մեկնեի, հրավեր ունեի Գյումրիի թատրոնից, բայց օրերից մի օր մեր դասերից ժամանակ դուռը բացվեց, Կիմ Արզումանյանի դասներ, դուռը բացվեց ու դռան մեջ կանգնած էր մեծ վարպետ Խորեն Աբրահամյանը, Կիմ Գուրգենչը հրավիրեց Խորեն Բաբկենչին, ներս Բաբկենչը ներս չմտավ, ասեց, ճիշտ ասած, Էդգարի տղային եմ ուզում, Էդգարի տղային, Արմենին, կարող ես մի րոպեով բաց թողնել Կիմ, դե իհարկե ես դուրս եկա, նայեց վրաս, ասեց փոքր ժամանակ եմ քեզ տեսել, քեզ քո մասին շատ լավ բաներ եմ լսել։ Մի բեմադրություն էր արել Սունդուկյանի թատրոնում, Խորեն Աբրահամյանը այդ ժամանակ Սունդուկյանի թատրոնում ուղղակի դերասան էր, բայց բեմադրել էր Գիգիտեր Գրիգորյանի պիեսը, Հաջի Փայլակ պիեսը, որտեղ գլխավոր դերը, հենց Հաջի Փայլակի դերը խաղում էր Հարություն Մովսեսյանը, բայց Հարություն Մովսեսյանի բանակ էին տարել եւ այդ հաջորդ օրը, այդ իր հայտնվելու օրվա հաջորդ օրը պիտի տեղի ունենար ներկայացումը եւ Խորեն Բաբկենչն ասեց ուզում եմ որ դու խաղաս այդ դերը, այսինքն մի փորձով պիտի խաղայի։ Ես շատ անսպասելի էր ինձ համար, ասի, բայց մի փորձով ինչպես ես խաղամ, տեքստը չգիտեմ, ոչինչ չգիտեմ, բաներ այլն, ասեց ես քո կողքին կլինեմ, միայն խնդրում եմ հայրիկիդ չասես, որ դու պիտի խաղաս, չնայած հայրիկս էլ էր խաղում այդ ներկայացման մեջ եւ հրաշալի դերակատար էր, հրաշալի ուղղակի։ Ինքը Խորեն Բաբկենիչն էր խաղում այդ ներկայացման մեջ, ասեց ես քո կողքին կլինեմ, տեքստը արագ կսովորես, մի փորձ ունես եւ այլն։ Վերջը ուրեմն այդպես հայտնվեցի ես Սունդուկյանի թատրոնում, այդ մի փորձը արեցինք, ներկայացման
հաջորդ օրն եկա ներկայացման եւ Խորեն Բաբկեն չմոտեցավ, ձեռքը դրեց ուսիս ու ասեց նայ, որ լավ չխաղաս, մեղքը քո վիզը։ Ռեժիսորական բաժինն ավարտելուց հետո պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրել է Արտաշես Բաբայանի Տոսկանա պիեսը, հիացմունք պատճառելով հանդիսատեսին։ Արվեստի գործիչների եւ գիտակների համար պարզ էր, թատրոն էր մտել շնորհաշատ ու խոստումնալից ռեժիսոր։ Նա մեկը մյուսի հետևից հանդիսատեսի դատին է հանձնել հետաքրքիր ու դիտարժան բեմադրություններ, բավականին լայն ամպլիտուդով ու միշտ թարմ մատուցմամբ։ 21-րդ դարի լավագույն թատերական ռեժիսորներից մեկն է Արմեն Էլբակյանը, ոչ միայն որ իմ վարպետն է, իմ ուսուցիչն է, այլ տարբեր իրավիճակներում, ինչու ոչ տարբեր փառատոների ժամանակ, երբ որ իր ձեռագիրը, իր բեմադրությունը արժանանում է լավ գնահատականի, բարձր գնահատականի, ծափերի, հանդիսականի տաք ու ջերմ վերաբերմունքի, դու հասկանում ես, որ այդ մարդը կարողանում է խոսել մարդու մասին իր հոգով, իր շնչով, իր գույնով, իր երանգով, եւ դա հուզում է, եւ դա կպնում է մարդկանց սրտերին։ Իսկ այս աշխարհում ամենադժվար բանը է հասնել մարդու սրտին, երբեմն եթե այդքան համարձակ ես, գնաս մինչև հոգին։ Էլբակյանի մոտ ես վստահ կարող եմ ասել, որ դա ստացվում է։ Ու դա մի օրինակ չի ու ես չի որ պիտի ասեմ։ Որպես ռեժիսոր նա կարողանում է բացել կերպարները։ Այսինքն կանացի տղամարդկային ինքը օրինակ ռեժիսորներ կան, որ միայն ասենք շատ լավ կարողանում են կանացի կերպարները հոգեբանությունը վերլուծել, ռեժիսորներ կան, որ տարիքով ինչ որ վիճակը երիտասարդ, բայց Էլբակյան Արմենը կարողանում է բոլոր տարիքի, բոլոր սերերի կերպարների մասին այնպես դիպուկ օրինակներ բերել, որ դերասանը հասկանում է կերպարի ողնաշարը, հա, ինչպես կառուցի իր կերպարը։ Նախ ասեմ, որ ես շատ սիրում եմ աշխատել գրականության հետ, շատ սիրում եմ գիրք կարդալ եւ ռեժիսորը այդ հնարավորությունը ունի ավելի շատ, քան ասենք դերասանը, որովհետեւ ռեժիսորն է ի վերջո կազմակերպում ներկայացման կոնցեպցիան։ Եվ այդ առումով իհարկե այս աշխարհում կատարվող երևույթները, որոնք տեղի են ունենում եւ ամեն օր փոփոխվում այս աշխարհը, ինչ շատ հետաքրքրում էին հարցեր, որոնք մարդը իր մեջ ունի, իհարկե բոլոր մարդիկ ունեն, թե որն է ապրելու նպատակը, ինչու է այս աշխարհը եկել եւ ինչպես կարող է այս աշխարհը ավելի լավը դարձնել։ Եվ այդ առումով ռեժիսուրան ինչ շատ է հետաքրքրում, շատ հետաքրքրում է աշխատել մարդկանց հետ, փորձել հասկանալ իրենց եւ այնպես անել, որ իրենք էլ քեզ հասկանան։ Շատ լավ հասկանում էր սպորտը։ Շատ հանգիստ կարող էր ներկայացնել խորհրդային միության ֆուտբոլային առաջնության բոլոր թիմերին, բոլոր խաղացողներին, ով ի վիճակի է հաղթելու եւ այլն։ Շատ էր սիրում շախմատ։ Այս շախմատ աստղի մի հետաքրքիր դեպք հիշեցին։ Երևի կհիշեն ոմանք, որ եթե չեմ սխալվում 1963 թվականին էր Մոսկվայում տեղի էր ունենում աշխարհի առաջնությունը, աշխարհի թագի առաջնությունը, որին մասնակցում էր Պետրոսյանը եւ Բոտվինիկը։ Այդ ժամանակ ամբողջ հայ ժողովուրդը միայն դրանով էր տառապում, միայն դրա մասին էր մտածում, հիմա Պետրոսյանը կհաղթի, ու ի վերջո հաղթեց, հարցը դա չի։ Ուրեմն երբ որ խաղը վերջանում էր կամ մանավանդ երբ որ խաղը հետաձգվում էր, դե բոլորս տղաներ էինք երկրորդ, երրորդ դասարանի, մեր իմացածով փորձում էինք քննարկել, դե բնական է բոլորս պետք է ասեինք, որ հաղթելու է Պետրոսյանը։ Հերթական անգամ, երբ որ հետաձգվել էր խաղը, բոլորս ասենք, վայ Պետրոսյանը հաստատ այս անգամ ոչ ոքի կխաղա։ Միայն Արմենը կանգնեց եւ ասեց ոչ, նա պարտվելու է։ Բոլորիս կողմից ինքը արհամարանքի արժանացավ։ Հաջորդ օրը երբ իմացանք, որ Պետրոսյանը պարտվել է այդ պարտիայում, Արմենը իրենից ինքնագոհ, որտեղ իր ասածն էր ինքը սպորտային, այսպես ասած, այդ ժամանակվա մեր դասանի մեկնաբանն էր եւ վերլուծաբանը։ Թատրոնի հարատևելու լավագույն դեղատոմսը նոր, երիտասարդ ուժերի մուտքն է թատրոն։ Նրանց պետք է վստահել, ինքնուրույն աշխատելու հնարավորություն տալ, որպեսզի իրենց երիտասարդ շունչը բերեն թատրոն, այսինքն սերնդափոխության գործընթացը պահպանվի։
Տարիներ շարունակ հենց այդ պահպանման առաքելությանն է լծակից Արմեն Էլբակյանը։ Պարոն Էլբակյանը ինձ համար ուսուցիչ է նախ եւ առաջ եւ դա է գլխավոր պատճառներից մեկը, որի շուրջ նաեւ համախմբված են երիտասարդներ։ Այն երիտասարդները, ում ինքը դասավանդել է, ովքեր ավարտել են իր կուրսը։ Առասարակ ես թատրոն սկսել եմ սիրել հենց իրանց շնորհիվ, իրանց ընտանիքի շնորհիվ։ Սկսել եմ ճանաչել թատրոնը, սկսել եմ ճանաչել գրականություն, թատերական, մասնագիտական գրականությունը հենց իրանց շնորհիվ։ Եվ թատրոնին կապվել եմ, եւ թատրոնի հետ իմ առաջին կապը հենց եղել է պատճառներից գլխավորը հենց եղել է Էդգարը, որ մենք միասին շատ ծրագրեր ունեինք եւ հենց երիտասարդ ավելի պատանի տարիքում արդեն բեմադրություններ էր անում, ընդգրկում էր թաղի բոլոր տղաներին, աղջիկներին, մեր դասարանին, կազմակերպում էր կազմակերպչական մեծ ճիղ ուներ եւ ես այդպես սիրահարվեցի, իրանց շնորհիվ սիրահարվեցի թատրոնին ու սիրեցի այն հեքիաթը, որի մեջ եմ։ Աշխատանքը սկսել է Սունդուկյանի անվան թատրոնից, որպես բեմադրիչ եւ դերասան, ապա եղել է Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավարը, դասավանդել ու շարունակում է իր ուսուցչությունը Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում։ Հիմնադրել է Էդգար Էլբակյան թատրոնը, եղել Երևանի Խամաճիկների պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը։ 2015 թվականին վերադարձել է Մայր թատրոն եւ մինչ օրս այդ թատրոնի գեղարվեստական ղեկավարն է։ Ձախ ձեռքից բոլոր դերերը ինձ համար կարևոր են, ինչպես ձախինը, այդպես էլ աչինը, որ մատս որ կտրեն, կսավի շատ ցավոտ կլինի։ Ինձ համար բոլոր իմ ներկայացումները, թե հաջողված, թե ավելի քիչ հաջողված, իմ զավակներն են, բայց կուզեմ եւ նշել ես վերջին ներկայացումներս, թռիչ կկվի բնի վրայով ներկայացումը, որը հիմա խաղացանկում է թատրոնի եւ հաջողությամբ գնում է։ Էլբակյանը մի յուրահատուկ կամուրջ է, ոչ միայն տարբեր սերունդների միջև, այլև հենց իր ընտանիքում, միավորելով ստեղծագործական ժառանգության շարունակականությունը։ Նա կրում եւ վերաիմաստավորում է իր հոր Էդգար Էլբակյանի ձևավորած դասական դերասանական դպրոցի արժեքները, որոնք փոխանցել է նաեւ իր զավակներին։ Արմեն Էլբակյանի գործունեությունը կենթանի շղթա է, որտեղ անցյալը, ներկան ու ապագան ոչ թե տարանջատվում են, այլ փոխկապակցված զարգանում, պահպանելով ժառանգական ուժը։ Նա ինքը արարումից ու ստեղծագործելու զատ չափազանց կարևորում է ընտանիքի դերը, այն համարելով աշխարհի փոքր մոդելը, ինչպես թատրոնը։ Ընտանիքում անհրաժեշտ է պահպանել բարոյականությունը, խաղաղությունն ու ներդաշնակությունը։ Ես շատ եմ ցանկանում, որ բոլոր հայ ընտանիքները լինեն ազնիվ։ Ուզում եմ, որ ընտանիքի մեծերն իրենց փոքրերին փոխանցեն այն բարոյական արժեքները, որոնք ստացել են Աստծուց, ասել է նա։ Մարդ, ով իր կյանքն անխնա, նվիրել է ինչպես իր գործին, այնպես էլ ծնողներին, կնոջը, երեխաներին ու թոռներին։ Մեկ ես մտածում եմ, որ այնքան էլ բախտավոր չի, գուցե մի ուրիշ կին, որ ավելի թեթև լիներ, ավելի ասենց չգնար իր հետ այդ խորքերը, ասենց թեթև նայեր, չէ, հայրը սիրում են, ռուսները թեթև են, դրա մեջ լավ բան կա։ Ես այդքան էլ թեթև մարդ չեմ, մենք փորում ենք, ուր ենք փորում, ինչքան խորն ենք փորում, ինչի ենք փորում, չենք հասկանում։ Գուցե մի օր պտուղ տա, գուցե մի օր երևա, ես չեմ կարծում, որ ես ամենալավ կինն եմ իր համար, բայց ինքը այնքան արժանիքներ ունի, այնքան խորն է ու լիքն է, որ իրա կողքը դու չես կարող իրան չփայփայել, ասենք, իր այդ փոքրիկ շատ համեստ, շատ քիչ նախասիրությունները չփորձես անել։ Դրանք այնքան քիչ են, ինքը իրան այնքան քիչ է պահում, ինքը հրաշալի հայր է, հրաշալի, անձնազոհ։ Էլբակյանի առաջին եւ կարևոր ուսուցիչը եղել է հայրը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Էդգար Էլբակյանը։
Էդգար Էլբակյանը թատրոնի և կինոյի մեծագույն հայ արտիստներից էր, ՀԽՍՀ ժողովրդական կոչմամբ։ Մեծ ներդրում է ունեցել հայկական արվեստի զարգացման գործում, իր մարմնավորած կերպարներով հարստացնելով նախ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի, ապա Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տարեգրությունն ու խաղացանկը։ Հայրս դերասան է, ժողովրդական արտիստ Էդգար Էլբակյանն է, իսկ մայրս անգլերենի ուսուցչուհի, մինչև հիմա դեռ կենդանի է, մայրս 95 տարեկան է և շատ պայծառ միտք ունի, հիշողությունը շատ լավն է, ցավոք արդեն քայլել չի կարողանում, հին երևանցու թոռ է, շատ կապված է Երևան քաղաքի հետ, շատ սիրում էր թատրոն, շատ մեծ սիրով ապրում էին հայրիկիս հետ։ Ինչ վերաբերում է հորս, ապա կարող եմ ասել, որ այս պահին ինչ որ ես արել եմ թատրոնում, թե որպես դերասան, թե որպես ռեժիսոր, ապա կարող եմ համարել, որ ես նրա թատրոնի մտածողության, նրա գեղարվեստական մտածողության կրողն եմ և շարունակող։ Մի անգամ Արմեն Էլբակյանը հորը Էդգար Էլբակյանին հայտնել է, որ որոշել է փոխել մասնագիտությունն ու բժիշկ դառնալ։ Ինչպես իր մոր գերդաստանում գրեթե բոլորը։ Հայրը ժպտացել է ու պատմել։ Մի անգամ փողոցում շատ տխուր քայլում էի։ Որոշել էի հեռանալ թատրոնից։ Հանկարծ հանդիպեցի Հրաչյա Ներսիսյանին։ Բարևեցինք։ Հրաչը հարցրեց. «Ինչու ես տխուր»։ Պատասխանեցի. «Որոշել եմ հեռանալ թատրոնից։ Դժվար գործ է»։ Հրաչը ժպտաց ու շարունակեց. «Ամեն օր հեռանում եմ թատրոնից ու վերադառնում։ Մեր հիվանդությունն է»։ Հոր պատմած պատմությունից հետո Արմեն Էլբակյանը կտրուկ հետ է կանգնել կայացրած որոշումից։ Թունավորված խիուսը դրեցի հատակին։ Նա սովորականի պես սկզբից դանդաղ, հետո ավելի ու ավելի արագ մոտեցավ մսին։ Խեղճանասունը այդպես էլ գլխի չընկա, որ ամեն անգամ, երբ նա ժպտում էր, ես ազատվում էի նրա ճանկերից։ Էդգար Էլբակյանի ստեղծագործական ավանդույթների շարունակության վկայությունն է եղել 1993 թվականին Արմեն Էլբակյանի կողմից Էդգար Էլբակյանի անվան դրամայի և կոմեդիայի թատրոնի հիմնադրումը, որի վարագույրն առաջին անգամ բացվել է Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» բեմադրությամբ։ Սա մի ուրույն ու ինքնատիպ արվեստի օջախ էր, որի իր մասնակցությունն է ունեցել հայկական ու միջազգային փառատոներին։ Ես ուզում եմ ասել, որ Արմեն Էլբակյանը որպես ռեժիսոր, ընդհանրապես դերասան, ով խաղացել է տարբեր ռեժիսորների մոտ, զանազանում է, թե ով ինչպես է աշխատում, բնականաբար բոլորս էլ դա գիտենք, տարբերություններ կան։ Մենք կան ռեժիսորներ, որ գեղեցիկ պատկերներ են դնում, շատ սիրուն դնում է պատկեր, ասում ես ինչ սիրուն է, բայց իր մոտ թերանում է գուցե թեման, կամ, չգիտեմ, դերասանի հետ աշխատանքը, մի ուրիշ ռեժիսոր դերասանի հետ շատ լավ աշխատում է, բայց թեման թույլ է, կամ, չգիտեմ, ինչ-որ մի բան է ինչի, պատկերը ինչի, և այլն, մեկ այլը ուրիշ բանի վրա է շեշտադրումը դնում, ուրեմն Արմեն Էլբակյանը այդ բոլորը միասին է։ Ինքը կարող է ամբողջ ներկայացումը բեմադրի, քեզ ասի, գիտես ինչ կա, այս կերպարը սենց պիտի խաղա, դու փորձիր այսպես խաղալ։ Ես, իմ մասին է խոսքը, ես ամբողջ ներկայացումը բեմադրվեց, արդեն պրագոններ էինք անում, առաջնախաղը քթից տակ է, որ խաղում եմ, ինչ-որ նորմալ է, փորձում եմ, ոնց որ վատ չի, բան այս կողմ ենք և այլն, նոր ասեց արի այդ բան ասեմ, էլի։ Ակադիժիս մի հատ խնդիր տվեց, ու ինչ որ ես մտածել էի, սաղ փուլ եկավ մոտս։ Թատրոնը մարդկային փոխհարաբերությունների մասին է։ Եվ եթե գոլեգաները մարդկային փոխհարաբերություններ չունեն միմյանց հետ, ուրեմն իրենց ստեղծած արվեստը կեղծ է, նողկալի է, զզվելի է։ Փառք Աստծո, իմ և Արմենի դեպքում այդ փոխհարաբերությունները ճիշտ կետում են։ Դա երբեք չի քննարկվել ու կարծում եմ մինչև մեր վերջը չի էլ քննարկվել։ 1981 թվականից մինչ օրս Արմեն Էլբակյանի կողքին է իր չքնաղ կինը, սիրված դերասանուհի Աննա Էլբակյանը։
որի հետ նա ապրել է բազում դժվար ու օրհասական պահեր, բայց նրանց սերը հաղթել է բոլոր պատնեշներն ու ճանապարհ հարթել օրհնյալ միության համար։ Ես բանային հանդիպեցի թատրոնում, հենց առաջին պահից ես տեսա խելքս կորցրեցի, կարելի այդպես ասել, հա, այդ ժամանակ ես դասավանդում էի ստուդիայում, և նա Սունդուկյանի թատրոնի ստուդիան էր ընդունվել, և այդպես ստացվեց, որ առաջին հանդիպումը այդ ժամանակ բանի Մաշտոցի պողոտայի վրա, այն ժամանակ մենք այդ պողոտային պրոսպեկտ էինք ասում, պրոսպեկտում կար մի մանկական սրճարան Քաչնազար, գնացինք այդ սրճարանում կակաո խմեցինք, ես ճիշտ ասած գնանք միտեղ շամպայն խմենք 10 տարով մեծ եմ ես իրենից, և կարելի ասել, որ ես ուսուցիչն եմ նրա դերասանի վարպետության, ուսուցիչներից մեկը, որովհետև կուրսի ղեկավարը Խորեն Աբրահամյանն էր և դասավանդում էինք ես և Նիկոլայ Ծատուրյանը, բայց դա տենց իհարկե շամպայն չէինք կարող խմել, Աննան հրաժարվեց, գնացինք կակաո խմեցինք, բայց այդ կակաոն էլ չխմեցինք, զրուցում էինք, այդ կակաոն այդպես ցուրտ էր շատ այդ սրճարանում, այդպես էր սառեց սերը մնաց երեսին այդ երկու բաժակների, այդպես սերը մնաց մինչև վերջ, մի քանի օր հետո գնացի ձեռքը խնդրեցի, մեծ դժվարությամբ համաձայնվեցին, Պապաս մերժեց իրան, ասեց փոքր է դեռ և չեմ տա, անհնար է։ Ինքը օրինակ բերեց, չգիտեմ ով իր կնոջ հետևից գնացել է քանի անգամ 17 թե 37 ես կգամ ավելին, մինչև կյանքի վերջ ես կգամ, որպեսզի իր ձեռքը խնդրեմ։ Իսկ ես ուզում էի փախչել։ Հետո մենք համաձայնվեցին, որովհետև մեր ընտանիքները շատ իրար նման են, շատ նման են, տենց սիրում էին իր հորը, սիրում էին իմ մամային, տենց այս քաղաքում ոնց որ երկու այդպիսի ընտանիք էր լուսավոր ու հանկարծ երեխաները միացան, նա երեխա չէր, լուրջ ու տղամարդ էր բակենբարդներով և արդեն մի քիչ ճաղատ։ Խելոք տղամարդիկ կանանց լսում են, բայց դա չի նշանակում, որ պետք է վարվեն միայն այնպես, ինչպես կանայք են ասում։ Ոչ թե նրա համար, որ տղամարդիկ կանանցից խելոք են, այլ պարզապես տղամարդիկ ուրիշ բիոլոգիա ու ներքին էներգիա ունեն, կանայք ուրիշ։ Կարևորը, որ այդ երկուսի միասնությունից է ծնվում աշխարհի հրաշալիքը, մարդը։ Արմեն Էլբակյան։ Ցավոք, տարիներ առաջ Էլբակյանների ընտանիքում մեծ կորուստ եղավ։ Կյանքից անժամանակ հեռացավ նրանց որդին, Էդգար Էլբակյան կրտսերը։ Էդգար Էլբակյանն, ով պատվով կրում է երջանկահիշատակ պապի անունը, բազմատաղանդ ու ազնվագույն երիտասարդ էր։ Ընտրել էր ճակատագրով իրեն բաժին հասած արվեստը։ Սովորում էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժնում։ Իր կարճ, բայց չափազանց բեղմնավոր կյանքում նա շատ բան հասցրեց։ Գրում էր, երգում էր, բեմադրում էր, խաղում էր։ Տասնյակ բանաստեղծությունների, թատերգությունների, պատմվածքների, երգերի ու երգերի հեղինակ էր։ Որ գրող եմ, ինձ անվանում է Շեքսպիր, Բայրոն, Միլթոն, իսկ մեկ է բարկացնելու համար Լոնգֆելլո է անվանում։ Իսկ ինչ է, դες դուր չի գալիս եմ դες Լոնգֆելլո են անվանում։ Իսկ ում դուր կգա, նա գրել է հայավաթի երկը, ճիշտ է։ Մի հալածեին նրանք, պարավ, ինձ փրկեցին նրանք, մահից, ինձ հանեցին, ծկան։ Սովորում էր ռեժիսորական բաժնում, փոքր հասակից նկարահանվել է կինոյում, խաղացել է Սոս Սարգսյանի թատրոնում, Վիլյամ Սարոյանի մի գավաթ բարության մեջ գլխավոր դերակատարներից մեկն էր, Էդգարը հրաշալի երգերի երաժշտության և բանաստեղծությունների հեղինակ է, հրատարակված է նրա բանաստեղծությունների գիրքը և հայտնի Լուսին երգը, որ հիմա մեր ժողովուրդը և
երիտասարդությունը շատ սիրում է եւ բոլորը լսում են, երգի հեղինակը ինքն է եւ երաժշտության եւ բառերի։ Այս վերջերս աղջիկս տեղափոխվում էր, մենք տատիկի տուն վաճառեցինք եւ նոր տուն գնեցինք։ Եվ այնտեղ տատիկն է հիմա արդեն որտեվ շատ է սիրում ծառերին աղջիկս եւ ես նայում եմ ուսանողները կասեն, որոնք մեզ օգնում էին։ Մարդիկ, որոնք օգնում էին տեղափոխվել, որովհետև տենց շատ դժվար էինք, այդ արագ պետք է արվեր։ Եվ ասում են, որ ինքը երեխայի նման, փոքր եղբոր նման վազում էր, այդպիսի մի ֆրազ ասեցին։ Իսկ Արմեն եկավ տուն ասեց, ես այն տղայի տեղն եմ վազում, այն որդուս տեղն եմ վազում, որտեղ եթե այդ գառը լիներ, ինքը կվազվզեր, Արմենը իր փոխարենել անում, ամուսնու փոխարենել եւ պապիկա եւ հայրը ինքը ասենց խտացված մի հատ սիրտ է, որ իրան կարող է ուղղակի ներդնի այդ նոր կազմավորվող ընտանիքի մեջ։ Ցավոք սրտի այդ իմ կյանքի ամենաբեկումնային, ամենաճակատագրական պահն էր, երբ ընկերներս մահացան։ Այդ օրերին միասին էինք եւ հենց այդ դեպքի օրն էլ միասին էինք։ 17 տարեկանում կորցնել քո կյանքի ամենակարևոր մարդկանց այդ շատ լուրջ հարված է քո ամբողջ կյանքի համար եւ շատ լուրջ սպի է։ Վերք, որը կամաց դառնում է սպի, իսկ սպին երբեք չի անհետանում։ Շատ եմ առանձնանում իրանց հետ, շատ։ Շատ եմ կարևորում իրանց ներկայությունը, իրանց մասնակցությունը իմ կյանքին, բայց թե ինչի այսպես դասավորվեց եւ ինչի ստացվեց այսպես երևի այդ մենակ Աստծուն է հայտնի։ Եթե մեկին այս ճահճից ես փրկել կարողանամ, ուրեմն ես կհաղթեմ ու հանգիստ կհեռանամ։ Ու թող այդ ժամ ինչ ուզե ճակատագիրը բերի մեկ է հաղթել եմ արդեն կյանքի մարտում կատաղի։ Սրանք Էդգարի հեղինակած տողերն են։ Պատանին կարծես մարգարիացել է սեփական ապագայի մասին։ Կյանքը չի վերջանում մարդու մահով, մեզ հավիտենական կյանքի խոստացված եւ ես հավատում եմ, որ դա այդպես է եւ շատ ցավալի կլիներ, որ ամեն ինչ վերջանար նրանով քո մահով։ Հավիտենական կյանք կա եւ ես կարոտով սպասում եմ այն բանը, թե երբ եմ զավակիս հանդիպելու։ Ինքը իմաստուն մարդ է, ինքը գիտի դադար տալ սպասել եւ սպասել, թե ինչ անում։ Նա ով մեզ արարել է, ինքը գիտի, որ ժամանակը շատ բան իր տեղն է գցում եւ ժամանակի մեջ մենք հավատում ենք, որ մենք տեսնելու ենք մեր որդուն։ Դրա համար մենք պիտի պատվով անցնենք այս ժամանակը երկուսով իրար օգնելով։ Արմեն Էլբակյանն ինքնատիպ ու յուրօրինակ ձեռագիր ունեցող ռեժիսոր է, հետաքրքիր ու բազմաշերտ դերասան, որ երիտասարդին հատուկ ավյունով արարում ու ստեղծագործում է իր հսկայական քարը դնելով հայկական արվեստի մեծ շինության մեջ։ Մնացեք խաղաղությամբ, անպայման կհանդիպենք։